որոշ ընդդիմադիրներ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են ուզում սկսել, ինչպես եք վերաբերվում։ Ընդդիմադիրեն իրենց կարելի է այդպիսի բաներ անել, ամեն դեպքում հասարակությունը պետք է տարբեր բևեռներ, տարբեր կարծիքներ ունենա, իրենց գործն է, բայց հասարակությունը ինքը կորոշի ով է ճիշտ, ով է սխալ։ Բայց ձեզ կա նման պահանջ, կա ինչ-որ թեկնածու, որ կարող է գալ փոխարինել։ Թեկնածու միշտ էլ կգտնվի, իհարկե կգտնվի, այն որ շահերի բախումը միշտ է լինում, դա բոլոր ժամանակներում էլ այդպես է, կա որոշակի բազմություն, որոշակի մարդկային խումբ, որը որ դժգոհ է այս կառավարությունից։ Հիմա կլինեն մեծ բազմության մեծ անդամներ, մարդիկ, որոնք համամիտ են վարչապետի նրա բռնած քաղաքականությանը, կշարունակեն այդպես, եթե չէ, Բայց դուք անձամբ ես երևի չէ, որովհետև ինձ նախնիների բոլորի քայլերը դուր չի եկել։ Ես մեծ քաղաքական գործից չեմ, որ կարողանամ շատ ճիշտ մեկնաբանություններ անեմ, բայց ամեն դեպքում իրենցը ճիշտը չէր։ Ընդհանրապես քաղաքականությունից շատ հեռու մարդ եմ, չեմ կարող պատասխանել։ Ջարդ մեր երկրում ընդդիմադիր ուժեր չկան, ոչ մեկ։ չկա ինչ-որ թեկնածու, որ կարող է վարչապետին։ Ինչու։ Ամեն մարդ իր շահի ու իր գրպանի մասն է։ Ընդդիմադիրները եթե համախմբվեին, այսօրվա օրը մենք այստեղ չենք հասնի։ Իրանք մի տարի էլ ունեն, իրանք աշխատել այդ մի տարվա գումարներ ստանան ու վերջ։ Ինչ կլինի պետությանը, դա իրանց չի հետաքրքրում։ Չկա մեր երկրում ընդդիմադիր ուժ։ Տենց հարմար ես չեմ գտնում, ոնց որ ասենք հարմարը չկա։ Երի փարկացել ոնց որ ասած էլիտա ժողովրդական մարդա եւ ամեն ինչ պետք է ստեղծում անում։ Նիկոլին հարգավորա օգնել։ Դա մենակ մի բան է վատելի, որ ինձ դուր չի գալի։ Բարի մարդ է։ Ինքը գիտի որ ով ինչ արել, ինչ շարել, ինչի տերադարել, չի հետևում դրան։ Են ոնց ասեմ որ լավ լինել են ճշնամուտ պիտասմա հայատի ցանս ճշնամներ շատ ունի իրեն ինքը բարի է շատ բարի է ժողովրդական մարդ ես իրան հարգում եմ Չեմ կարող պատասխանել անկեղծ ցանկացած պաշտոնյայի ընդդիմությունը եւ նաեւ հացակությունը իրավունք ունի անվստահության պահանջով ներկայանալ դա Բայց արդարացված է։ Դուք տեսնում եք։ Ես տեսնում եմ, որ երկրում արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ խնդիրներ կան, բայց ինչքանով է այդ արդարացված, այսինքն այնքան է այդ խնդիրը, որ անվստահություն պահանջվի թե ոչ, դա արդեն ինֆորմացիայի հարց է, պետք է իմանաս հաշվարկան։ Իսկ դες կա ինչ-որ մեկը, որ կարող է փոխարինել հիմա Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, ես խնդիրը դեռ չեմ նայում։ Խնդիրը նա չէ թե անձի մեջ չի։ Խնդիրը գաղափարախոսության։ Ընդդիմությունը նախ եթե ուզում է իշխանապողություն իրոք, ընդդիմությունը պետք է ասի թե ինքը գալիս է ինչը փոխի։ Հերիքա մենք խոսենք թե իշխան վադի մասին, գնացեք ամենավերջին գյուղում աշխատող չարքաշ աշխատող գյուղատուն հարցնեք ավելի լավ կբացատրի թե ինչն է այս երկրում սխալ ու ինչքան է սխալ քան այս գրասենյակներում ազգային ժողովներում նախարարությունում նստած շատերը այսինքն այսօր պետք է խոսել ոչ թե նրա մասին թե ինչքան վատ է այլ թե ոնց պետք է անենք որ փոխենք քան դեռ ընդդիմությունը չի ձևակերպել թե ինքը գալիս է ինչի համար Ուրեմն ինձ թվում է բաներ կանել։ Ընդդիմությունը օրինակ ասում է Լեռնային Ղարաբաղը հայերին վերադարձնելու խնդիր է ինքը դնելու։ Լսեք, ես Լեռնային Ղարաբաղը մենք կորցրել ենք ոչ թե նրա համար, որ չենք ուզել պահել, այլ նրա համար, որ չենք կարողացել պահել։ Հիմա էլ որպեսզի հետ բերենք, նախ պետք է երկիրը հզորացնենք, դարձնենք այն երկիրը, որ հետ բերի, այսինքն Պետք է մեր սխալը այն եղել, որ ժամանակավրեպ ենք միշտ, օրինակի համար տեսեք նոր, մտածում եմ այս քանի օրը անդադ այդ միտքը չգիտեմ հանգիստ չի տալիս էլի, մտածում եմ ինչն էր սխալ,
որ սենց ստացվավ մեր մոտ։ Ես հիմա կարծում եմ եզրակացում, որ մեր սխալն էր, որ մենք Արցախը ժամանակին ընդունեցինք որպես վահան, այնինչ Արցախը դարձնեինք մեր զենքը, սուրը։ Մենք մտածեցինք Արցախում ընդամենը հնարավոր է պաշտպանել Հայաստանը։ Իսկ էդի բերեսնան, որ մենք վերջնահաշվարկում ինչ տեղի ունեցավ, որ մենք ժամանակին Լաչինի միջանցքը շփոթեցինք այս երկրի այդ ամբողջ Արցախյան առաջին պատերազմի աշխարհակահական նշանակությունը մենք շփոթեցինք Լաչինի միջանցքի լայնության հետ։ Այնինչ այդ պատերազմը դա Արցախի հարցը նաև Արցախ միայն Արցախով չէր լուծվելու, դա հայ-ադրբեջանական այդ կոնֆլիկտը լուծելով, իսկ լուծելու համար նախ պետք է մի քիչ ուրիշ մոտեցում պետք է լիներ, լավ դենց որ շատ բան չասեմ։ Դեռ սխալ են անում, գալատ են արել, իրանց գլխից մեծ։ Ինչու։ Որտեւ ինքը լավ աշխատող է։ Այ ես վարչապետին սիրում եմ, նենց որ մեր վարչապետը թող իր տեղը աշխատի։ Բայց ձեզ չկա ինչ որ մեկը որ կարող է փոխարինել։ Չէ, չկա, հիմա չկա։